Իսվեք ձեր փորձով մի փոքր 1-2 նախադասությամբ խնդրում եմ։ Այդ հարցը 1-2 նախադասությամբ իհարկե դժվար կլինի ասելու, բայց կփորձեմ կարճ, բայց մինչև այդ ուզում եմ անդրադառնամ իմ գործընկերների բարձրացրած հարցին, հա, պարոն Ստեփանյան։ Մենք խոսում ենք մինչև 2038 թիվը կարող է հնարավոր լինի, որ չունենանք էլ հանքարդյունաբերություն Հայաստանի Հանրապետությունում, քանի որ չկա երկրաբանահետախուզական աշխատանքներ այս պահին։ Ես ուզում եմ անդրադառնամ մի հատ շատ կարևոր խնդրի այս դեպքում։ Մենք նախ եւ առաջ ունենք ռեսուրսներ։ Այս պահին ունենք 8 հանքավայր, հա, որոնք հիմնականում պղինձ, մոլիբդենային, ոսկի բազմամետաղային հանքավայրերն են այսօր շահագործում են։ Եվ այսօր մետաղների գները այնքան բարձր են, որ իրանց շահագործումը շատ կարևոր է։ Ես ուզում եմ առաջինը անդրադառնամ այդ ունեցած մեր ռեսուրսի պոտենցիալի հզորության վրա եւ հզորացման վրա։ Այսինքն, իսկ մենք ինչ գիտենք, որ 2038 թվականին պղինձի գները կամ ոսկու գները ինչքան են լինելու, կամ արդյոք այդ մետաղները այսօրվա տեխնոլոգիայի զարգացման դեպքում անհրաժեշտ են լինելու։ Այդ իսկ պատճառով ես նաև կարևորում եմ այսօրվա մեր ունեցած հանքային հենքը, հանքային ռեսուրսները էլ ավելի ավելացնել, այսինքն եթե պլան կա Քաջարյանը գնա դեպի 40 միլիոն տոննա, հա, տարեկան արտադրության, հիմա անի դա, հիմա շահագործի հանքավայրերը, ոչ թե թողի հետագայի 20-30 տարվա վրա, որտեղ մենք չգիտենք ոնց են տեխնոլոգիաները զարգանալու։ Եթե այսօր Ամուրսարի ոսկու գինը բարձրացել է այն աստիճան, որ Ամուրսարը պետք է օր առաջ շահագործել տնտեսությունը զարգացնելու համար, ես առաջարկում եմ այդ հզորությունները ավելացնել, նոր վերաբերվել երկրաբանահետախուզական աշխատանքներին, որը իհարկե շատ կարևոր են։ Անդրադառնամ մի րոպեում այն հարցին, որ դուք ասեցիք, ոնց որ հասկացա, հարցը վերաբերվում է հիմնական դասը, որ մենք քաղեցինք, ես 3 հիմնական խնդիր եմ ուզում նշեմ Ամուրսարի դեպքում։ Առաջինը դա պրակտիկ տեսանկյունից շատ արագ զարգացող ընկերությունները պետք է ունենան կորպորատիվ անվտանգություն, դրա վրա շատ պետք է ուշադրություն դարձնել, քանի որ կան մրցակիցներ, կան օպոնենտներ, կան ընկերություններ, ովքեր որ օգտագործում են թափանցիկությունը ընկերության հետագայում իրեն վնաս տալու համար, դա առաջինը։ Երկրորդը, ինչ վերաբերվում է երկխոսությանը, այսօր քննարկեցին նաև ասվեց երկխոսության մասին հանրության հետ, դա շատ կարևոր հարց է։ Եվ երրորդը, երբ որ նման մեծ ռազմավարական, ուզում եմ նշեմ, ռազմավարական մեծ ծրագրերի մասին է խոսքը Ամուրսարի պես, դա ժամանակին դիմելու օգնության, գործընկերական օգնության պետության հետ։ Այսինքն կիսելու հաջողությունները եւ մարտահրավերները միասին անցնելու վերաբերյալ է, որը մենք արեցինք 1 տարի առաջ եւ այսօր ունենք համագործակցություն պետության հետ եւ ոնց տեսնում եք ընկերությունը գնում է առաջ, սա 3 հիմնական դրույթներն էին, որի վրա ուզում էի ուշադրություն դարձնել այս 7 տարվա ընթացքում։ Իհարկե, երբ որ ես երկխոսություն էի ասում, սրան անդառնամ այն արագ եմ ասում, որոշ բաներ մոռանում եմ, երկխոսությունը վերաբերվում է նրան, որ մենք թափանցիկ էինք, ու ինֆորմացիան տրվում էր հանրությանը շատ եւ ռիսկերը հաշվի առնելու չէինք հաշվի առել, որ այդ ինֆորմացիան կարող էր օգտագործվել ի վնաս ընկերությանը։